Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, մենք արդեն հյուրասրահում ենք։ Այո, մենք վերադարձանք, ինչպես խոստացանք, եւ շատ արագ վերադարձանք։ Ապրիլի 2-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա առանձնահատուկ մշակութային իրադարձություն, նվիրված պարարվեստի լեգենդար գործիչ Նորայր Մեհրաբյանի 85-ամյակին։ Հայաստանի բարեկամություն պետական անսամբլը կներկայացնի հոբելյանական շքեղ համերգային ծրագիր, ընդգծելով վարպետի մեծ ներդրումն ազգային պարի զարգացման գործում։ Երեկոն խոստանում է լինել հագեցած, հուզիչ եւ հիշարժան, միավորելով արվեստագետներին եւ հանդիսատեսին ազգային մշակույթի շուրջ։ Սպասված համերգից առաջ կզրուցենք մեր հյուրերի հետ։ Այո, իսկ ես շտապ եմ սիրով ներկայացնել մեր հյուրերին, տաղավարում են Հայաստանի բարեկամության պետական անսամբլի պարախմբի արտիստներ Սոնա Հակոբյանը, բարի առավոտ, եւ Անի Մելյանը։ Բարի առավոտ, ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել, շնորհակալություն հյուրընկալվելու համար, բարեկամություն անսամբլի համար բավականին կարևոր համերգային ծրագիր է սպասվում, բայց մինչ ծրագրին անդրադառնալը եւ մինչ դուք կներկայացնեք մեզ, թե ինչ է սպասվում հանդիսատեսին, պիտի խնդրեմ ավելի մանրամասն ասեք Նորայր Մեհրաբյանի գործունեության մասին, թե ինչպիսի ներդրում է ունեցել բարեկամություն անսամբլի գործունեության մեջ։ Նորայր Մեհրաբյանը ինքը իր ստեղծած խումբը 87 թվականին ստեղծել է բարեկամություն համույթը, որը խորհրդային տարիներին ունեցել է խորհրդային միության երկրների պարերի միաձուլումն է եղել, պարել ենք տարբեր ազգերի պարեր, մինչ օրս դե իհարկե մի քիչ ծրագիրը փոփոխության է ենթարկվել տարիների ընթացքում, պահպանելով հայկական ազգայինը, տալով նոր ժամանակակից մոտեցում, մինչ օրս բեմում ունենք եւ հին համարներ, եւ արդեն ավելի նոր համարներ, համերգին նաեւ սպասվում են բացի հին ու արդեն այցեքարտ դարձած համարները, ստեղծագործությունները պարային, նաև ներկայացումներից հատվածներ, Մեհրաբյանի բեմադրած, Արսեն Մեհրաբյանի բեմադրած ներկայացումներից, Փարաջանովից հատված ունենք, Լորեցի Սաքով ներկայացումից հատված ունենք, հերոսական բալատ Արնո Բաբաջանյան էլի հատված ունենք, ինչի հատվածներ, որովհետև անհնար էր այդքան մեծ աշխատանքը մի համերգային մի երեկոյի ընթացքում ներկայացնել, դրա համար փորձել ենք հնարավորինս ներկայացնել այն հարուստ ծրագիրը, որն ունի բարեկամություն անսամբլը Նորայր Մեհրաբյանի շնորհիվ։ Իսկ ներողություն Վահան, արտիստների կայացման գործում ինչպիսի դեր է խաղացել Նորայր Մեհրաբյանը ձեր կայացման գործում։ Մեհրաբյանը կարծում եմ մեր բոլորի անսամբլի արտիստների ցանկացած սերնդի ներկայացուցիչի ուրեմն մասնագիտական ուղում շատ մեծ ներդրում է ունեցել, բառի բուն իմաստով կերտել է բոլորիս իբրև արտիստ, սա ուղղակի խոսքեր չեն, ինձ թվում է բոլորը կփաստեն, որ կայացման ճանապարհին շատ մեզ օգնել է եւ կերտել է որպես արտիստ, նրա բեմադրություններում հանդես գալը, նրա հետ ընդհանրապես աշխատելը մի դահլիճում, ամեն նրա խոսքը, ամեն նրա ուղումը մեզ կատարյալ է ավելի դարձրել կամ անվերջ կարելի էր սովորել, ու իր համար միշտ քիչ ա եղել, որ ուղղակի պարելը, ուղղակի պարող լինելը, այդ սովորականը ինքը միշտ պահանջել է ավելին, այսինքն արտիստիզմ, իր համար միշտ կարևոր է ավելի հոգին, հայի հոգին ամենակարևորը, որ յուրաքանչյուր իր բեմադրություններն էլ ուղղակի պար չեն։ Բոլորը ունեն բովանդակություն, ունեն իմաստ, ու ինքը միշտ ուզել է, որ իր պարողներն էլ այդպես ներկայանան, այդպես ներկայացնեն իր բոլոր ստեղծագործությունները։ Իսկ ինչ կարևոր դեր ունի հենց բարեկամություն պետական անսամբլը հայկական պարարվեստի մեջ։ Բարեկամությունը պետական անսամբլը իր ձևի մեջ յուրահատուկ է, չկա նման ֆորմատի այլ կոլեկտիվ, այսպես ասած, քանի որ մենք ներկայացնում ենք Նորայր Մեհրաբյանի ձեռագիրն է այդպես, որպեսզի ներկայացվի հայկական պարը դասականացված, բեմականացված, բայց չաղավաղված, շատ պրոֆեսիոնալ մակարդակում, որ հասանելի լինի եւ պրոֆեսիոնալ մարդկանց եւ հասարակ հանդիսատեսին, ինչպես նաեւ մենք ներկայացնում ենք տարբեր ազգերի պարեր, դա եւս յուրահատուկ է դարձնում մեր կոլեկտիվը, քանի որ նման կոլեկտիվներ շատ չեն, ինչպես նաեւ մոդեռն պարեր, դասական պարեր, այսպես ասած տարբեր ոճերի մեջ։ Ինչ ազգային ոճի
օրինակ։ Եթե թվեմ շատ կլինի, փորձեմ մի քանիսը թվել, բարում ենք բուլղարական, հունական, գնչուական, այս վերջերում նաև չինական պարովը նոր համալրվել, որ պրեմիերա անցյալ տարի ենք ունեցել եւ շատ սիրվել է հանդիսատեսի կողմից, որովհետև յուրահատուկ բառ է։ Հունականը իդեպի ամենասիրելի բառերից մեկն է, այո։ Գնչուականն է միջով շատ սիրված, նաև ֆոտոայից։ Ես մի քիչ ծանոթ չեմ դրա համար։ Բարեկամությունում այցեքարտի կարելի ասել նման բառ է, այս համերգին, այո, այս համերգին եւս Անպայման եթե հնարավորություն ունենանք կդիտենք դրանք։ Լավ, մեզ մի փոքր ավելի մանրամասն ներկայացնեք ինչ համերգային ծրագիր է սպասվում այդ օրը հանդիսատեսի։ Նախ ուզում եմ նշել, որ համերգի կայացման գործում, կազմակերպչական գործում մեր գեղարվեստական ղեկավար այս պահին Զորաբ Բակալյանը, իհարկե Արամի Սուքասյան Արամի հետ համատեղ շատ գեղեցիկ երեկո են պատրաստել, շատ գունեղ, շատ հագեցած, տարբեր մասերից բաղկացած, իհարկե ընթացքում ֆիլմերով, հոբելանական, տոնական համերգ։ Իսկ արդյոք հատուկ այս երեկոյի համար պատրաստված բառեր։ Բառ այդպես չի կարելի ասել, բացում ունենք շատ տոնական, այդպես։ Որը Նոյան Մերաբյանի ոճով է արված, ի նկատի է ունեցած իր բոլոր նախասիրությունները բարի բեմադրման, այսպես ասած, գործում։ Ընդհանրապես պետք է նշեմ, որ այս պահի դրությամբ մեր գեղարվեստական ղեկավար Զորաբ Բակալյանը շատ ուշադրություն է դարձնում այդ փաստին, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես սիրում է Նոյար Գուրգենիչը եւ իր ոճային, այսպես ասած, առանձնահատկությունը պարարվեստում մաքսիմալ փորձում է պահպանել ամեն կերպ եւ այս համերգային ծրագիրն էլ հենց մտածված է եւ ամեն դետալ հաշվի առնված է այնպես, ինչպես կհավանի Նոյար Գուրգենիչը, որ ամեն ինչ լինի իր սրտով եւ հուսանք նա ներկա կլինի մեր համերգին, մենք անհամբեր սպասում ենք Նոյար Մերաբյանի վերադարձին, այս պայծրությամբ մեկ տարուց ավել է Նոյար Մերաբյանը Հայաստանում չէ, բայց մենք անհամբեր սպասում ենք նրա վերադարձին եւ շատ ուրախ կլինենք, որ նա դիտի համերգը եւ ամեն ինչ հավանի, որովհետև արված է ամեն բան իր համար։ Իրականում մենք վստահ ենք, որ հավանելու է, որովհետև այն ինտուզիազմը ու մոտիվացիան, որը հիմա խոսելուց մենք տեսնում ենք, դա դրա վառ ապացույցն է, որ դուք անվերջանալի փորձեր եք կատարում եւ իհարկե բացի վերջնարդյունքից, որը իհարկե տաժանակիր աշխատանքի բերքն է, որը մարդիկ տեսնում են եւ հավաքում են, շատ հետաքրքիր է ինչպես են անցնում փորձերը։ Ինչպիսի մթնոլորտ ունեք տարածքում, ինչպիսի կազմ է աշխատում կուլիսներից այս կողմ։ Մթնոլորտը միշտ ջերմ է, բայց եռանդուն, շատ ինտենսիվ աշխատանքներ են լինում մեզ մոտ միշտ անկախ այս համերգից, այս համերգին յուրահատուկ կերպով, բայց միշտ մեզ մոտ ղեկավարությունը միշտ պահանջկոտ, մենք էլ միշտ այսպես ասած մաքսիմումն ենք անում մեր ամեն օրի այսպես ասած սպառվում ենք եւ գնում ենք տուն։ Իսկ քանի ժամ են տևում փորձերը։ 3-4, բայց այդ 3-4 ժամվա ընթացքում մենք սպառում ենք մեզ ընդհանուր։ Էլ էներգիա չի լինում ճիշտ ասած աշխատանքից հետո։ Մենք որ էներգիա չի մնում։ Տասնյակ արտիստներ բեմում ամիսներ քրտնաջան աշխատում են։ Ինչ սպասելիքներ ունեք այդ օրը հանդիսատեսից։ Ինչ եք ուզում, որ հանդիսատեսը այդ օրը վերցնի իր հետ տանի բացի էսթետիկ հաճույքից։ Նախ կարևորը արտիստի համար առաջնային կարևորը մնում են միշտ հանդիսատեսի ծափերը, ջերմ ողջույնները, ժպիտները ու այն, որ երեկոյի վերջում իրենք անպայման Մերաբյանը միշտ նշում էր անպայման ինչ որ մի բան իրենց հետ տանեն ու երկար ապրեն դրանով։ Գոնե մի քանի ամիս այդ լավ էներգիա ստանան, արվեստային երեկո ունենան ու իրանց հետ տանեն շատ հաճելի պահեր միայն։ Լարվածություն լինում է այդ ամենի մեկտեղ, նաև ինչու ոչ։ Արտիստների կողմից դա միշտ է։ Եթե Մերաբյանը ներկա լինի։ Դե եթե ինքը ներկա լինի հերակի է լինում այդ լարվածությունը, այդ լարվածությունը իստում է երբեք չի պակասի, ես էլ Սոնան էլ տարիներ շարունակ բեմում ենք 10, 15 եւ 20 տարի այսպես, բայց դա չի
չի պակասում, ինձ թվում է ամեն անգամ ավելի շատ է լարվում պատասխանատվությունը։ Դա շատ բնական երևույթ է, պատասխանատվության արդյունքում է այո այդ լարվածությունը ձևավորվում, որը ընթացքում անցնում է, որովհետև Իհարկե հանդիսատեսը դա ոչ մի կերպ չպետք է նկատի, արտիստների դեպքում չեն էլ նկատում հիմնականում, բայց լավ, ինչ հետաքրքիր ավանդույթներ են ձևավորվել բարեկամություն անսամբլում, որը մինչև հիմա ձեզ հետ պատվով բերում եք, տանում եք ու փոխանցում եք այն նոր սերնդին, որը միանում է ձեզ։ Ես նշեմ զուտ մասնագիտական, քանի որ մենք շատ արագ ենք փոխվում համարներից հետո, իրար կուլիսներում մաքսիմալ օգնել, արագ կարողանալ ճարպկություն ցուցաբերել, հանդուրժել ոչ մի ինչ-որ կոնֆլիկտ հանկարծ չլինի կուլիսներում, միանշանակ աղմուկ չլինի, դա նույնպես շատ պետք է կարողանաս ինքդ քեզ տիրապետել այդ լարված իրավիճակում, որ լինի մաքսիմալ հանդարտությունը նաև ու էլի կնշեմ, եթե թույլ կտաս, Մերաբյանի խոսքերից, որ միշտ ասում էր, որ մի ձեռքը ծափ չի տալիս, այսինքն մեկը բոլորի համար, բոլորը մեկի, ու դա համերգին քառապատկվում, հնգապատկվում է այդ ամենը, այսինքն մենք մի ուժ ենք դառնում, մի բռունցք ենք դառնում, որ պատվով ելույթ ունենանք, այդ 2 ժամը հանդիսատեսին պարգևենք մաքսիմալը։ Այո, Սոնա Անի այսօր թատրոնի միջազգային օրն է, դուք որպես արտիստներ ինչ մաղթանք ունեք ապագա եւ ներկայիս արտիստներին։ Ես կասեմ, որ սիրեն շատ իրենց գործը, ինչով որ զբաղվում են, շատ սիրեն, անմնացորդ նվիրվեն, շարունակեն ստեղծագործել, այդպես։ Իրենք էլ սնուցվեն արվեստով անընդհատ։ Այո։ Եվս մեկ անգամ խնդրում եմ հիշեցնենք ձեր համերգի օրը, ժամը, եղվայրը։ Հիշեցնենք։ Ապրիլի 2-ին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում տեղի կունենա Նորայր Մերաբյանի կենթանի լեգենդի 85-ամյակին նվիրված հոբելյանական տոնական մեծ միջոցառումը։ Այո, եւ մեզ մնում է ձեզ միայն մաղթել հաջողություն, որովհետեւ երևում է անգամ ձեր խոսքից, որ դուք անասելի պատրաստվածությամբ եւ կամքով պատրաստվում եք այդ համերգին։ Հոգու ծրտերով սպասում ենք։ Արդեն մենք էլ իրականում ձեր էներգիան մեզ էլ փոխանցվեց, մենք էլ ենք սպասում այդ համերգին, ձեզ շնորհակալություն եւ կանենք ճանապարհ ձեր գործունեության ընթացքում։ Շնորհակալ Ձեզ նույնպես։ Դեն սիրելի հեռուստադիտողներ, շարունակելով մեր եթերը նշենք, որ մեր սիրելի լրագրող Հասմիկ Կարապետյանը հետաքրքիր տեսանյութ է պատրաստել թատրոնի միջազգային օրվա մասին, որտեղ ներկայացնում է ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային թատրոնի մասին հետաքրքիր փաստեր։ Դիտենք տեսանյութը ու շարունակենք մեր եթերը։